Էլի փորել են, հիմա ինչ են անում այստեղ, ասում են ջրագիծ են կանցկացնում։ Տեսեք։ Այս դրդռոցը միջև Վրացական փողոց հասնում է։ Հերթական ապօրինի շինթույլտվության հետևանք է։ Ասում են ջրագիծ են կանցկացնում, ում համար են անցկացնում պարզ չի, դադարեցրեցին, ձայնը կտրվեց։ Հիմա տեսեք, մենք գտնվում ենք Նաիրի Զարյան փողոցում, այս փողոցի այս հատվածում դեռ կան սեփական տներ, բայց շուտով սրանք էլ կդառնան Ավինյան Տիգրանի այսպես կոչված դաբիչան, ասում է славная добыча. Славная охота, извините, пожалуйста. Славная охота. Տեսեք, հիմա եկել են այս փողոցում ինչ են անում, քանդում են էլի։ Նայեք։ Ինչ ձև են քանդում, որի իրավունքը կիրակի օրով համենայն դեպս չունեն։ Չգիտենք թե ինչ շինթույլտվության ներքո են անում, որովհետև բացարձակ որևիցե պաստառ, տախտակ, ցուցատախտակ հագցված չէ այստեղ, այս ինչ գործունեություն են էլի ծավալում, տեսնում եք, այս արաբկիր համ, որ ներքևը, հա, նույն գործը, իսկ ներեցեք, դուք որ կազմակերպությունից եք, որ իմանանք, քաղաքացիները, որ իմանան էլի, ովքեր են այս գործունեությունը այստեղ ծավալում, ինչ ցուցանակով, ինչի ներքո եւ ինչու կիրակի օրով առավոտ, որ մարդկանց անդորը խանգարեն, ինչու աշխատանքային օրով չեք եկել եւ չեք իրազեկել նաեւ քաղաքացիներին, որ նման գործունեություն եք ծավալում, հայցում եք իրենց ներողամտությունը։ Սա շատ կարեւոր է քաղաքացիների համար։ Հեսա կգա իրենց ղեկավար, իսկ ով է ղեկավարը։ Ներեցեք, դուք ինչ մասնագետ եք, այս մասնագետն եք, սա ինչ է կոչվում։ Այս որ քանդում է։ Քար, ինչ քար է ջարդում դա։ Ոսի մեջ քարերն է ջարդում, որ տրուբակց է, փողոց։ Բազալտի քարերը։ Ձեր պատվիրատունով է։ Հեսա կգա ամեն ինչ կբացա։ Իսկ դուք չեք կարող բացատրել։ Ոչ, ես տեխնիկայի վարող։ Հա, դուք պայմանագիր ունեք իրենց հետ։ Ինչ պայմանագիր։ Այս աշխատանքը ծավալելու համար, աշխատանքային պայմանագիր։ Ես գրանցված աշխատող եմ իրացնում։ Հա, այդ որ կազմակերպությունն է գրանցվել։ Ամեն ինչ կբացատրի, ես իրավունք չունեմ, որ մեր պրարաբն է, ուրեմն պրարաբն է բացատրի։ Ոչ թե վարորդը կամ բանվորը։ Լավ, սպասենք ձեր պրարաբին։ Տեսնենք հետով է այդ պրարաբը, որ կիրակի օրով այստեղ աշխատանքներ է ծավալում, մարդկանց անդորն է խանգարում։ Փորում են ամբողջ Երևանը։ Շուրջ 7000 թույլտվության մասին ենք մենք տեղյակ։ Բայց թե քանիսն են դեռ նաև չհրապարակված, այս պահին չգիտենք, այդ շինթույլտվությունները շուրջ 7000-ի մասին է խոսքը։ Նույնիսկ խորհրդային տարիներին այսպիսի շինարարություն այս ծավալով չէր կարող տեղի ունենալ Երևան քաղաքում։ Հիմա Երևան քաղաքը այս շինարարության հետևանքով շուրջ 600,000 բնակչի համար բնակելի տարածք են կառուցել։ Կառուցում են էլի ընթացքի մեջ է։ Թե բայց դա ինչի համար է, ում համար է, ում են հետագայում փորձելու հանձնեն, պարզ չէ։ Տեսեք, այս հին արաբկիրի էլի վայրերից է սեփական տները որ կան եւ այս սեփական տների հարևանությամբ այն որ տեսնում եք այս կրանը տեսնում եք այն հերվում այդտեղ էլ մի ահռելի հոր են փորել էլի պետք է ես չգիտեմ ինչ բազմաբնականան բարձրահարկ չգիտեմ 30 հարկ թե քանի հարկ շենք կառուցեն կանաչ տարածքներ են սրանք փոքր սեփական տներ են իրենց բակերով, այգիներով, բայց ցավոք այս ամեն ինչը հիմա մորթ է արվում, տեսեք, ոնց են կտրում,
թե ինչ են այս գետին սենց կտրել, ուր են տանում այս խողովակները, ինչ են անում, ինչ խողովակներ են, ովքեր են անողները, սա էլ պարզ չէ։ Ում համար են այս խողովակները քաշում։ Հավանաբար այդ որ ցույց տվեցի այդ կրանը, այդ շենքի համար են քաշում այս խողովակները։ Բայց արդյոք Երևանը այսքան խտության մեջ հնարավորություն ունի սպասարկելու այս կոմունիկացիաները։ Տեսա, տեսեք, հավանաբար էս էլ այդ խողովակի ինչ որ մասնիկներն են, ինչերն են, ով է բերել, ինչի համար, ոչ մի տեղեկատվական ցուցանակ այստեղ գոյություն չունի։ Եվ հատկապես ինչ են Կիրակի օրով քանդում։ Ահա։ Ջուր։ Միայն ջուր է երևում, թե բայց ում ջուրն է, ում խողովակն է, ով է տվել այս նախագիծը, թույլտվությունը պարզ չէ։ Դա ինչ ջուր է երևում է։ Տեսեք, սպասում ենք իրենց ղեկավարը որ գա, բայց պրարաբը մեր ինչ որ ուշանում է, այնա հեռախոսով խոսում է, տեսնենք ինչ է պարզում, իա պրարաբից։ Նենց եմ պատրաստվել, որ տեսեք, ստեղ իրենց ընդմիջման ուտելիքները ունեն, այս ընդմիջման պարագաներն են, գազ ու ջախ ունեն, հավանաբար սրճ եփե ունեն, հիմա փորձենք տեսնենք ինձ սուրճ կհյուրասիրեն։ Կարող է ընդմիջում անենք միջև ձեր պրարաբը գա, մի հատ էլ ինձ սուրճ հյուրասիրեք։ Ինչպես։ Ասում եմ կարող է միջև ձեր պրարաբը գա, ընդմիջում անեք, ինձ էլ սուրճ հյուրասիրեք։ Սուրճը հյուրասիրեք։ Տեսա, որ ձեր ընդմիջման պարագաները տեսել եմ արդեն, դրա համար եմ ասում։ Սուրճը դիր։ Միջև տեսնենք ով է գալիս։ Բարև ձեզ։ Էս կարող է այս շենքի համար եք տանում ես։ Այն մի շենքի համար եք տանում են, գազանի համար որ բերում են։ Թե այս գազան շենքի համար։ Ինձ թվում է այդ գազանի համար եք։ Այն գազան Ադամյումներ կան, Վահրամ Ադամյան բան, կան, մի հատ էլ լյանն է ինչ-որ Մուշեղյան կա փախստական գարաժ է տեղ առել 14 միլիոն դրամով, դրանց հետ կապ չունեք, հաստատ։ Նրանք էլ են օր ու գիշեր աշխատում, փորում են դրա համար, էլի, ասեցի ես Կիրակի օրը որ եկել եք միգուցե իրանց հետ կապ ունեք։ Չէ, այդ օբշի բնակիչներին ջուր է տալու, իշքան բնակիչ կա։ Հա։ Իսկ ցուցանակը այդ որ ասեցիք որտեղ է։ Ցուցանակը ներքևի փողոց, այ մեր շենքը որ կա։ Հա։ Այն մեր շենքի տակ։ Ինչ ցուցանակ է։ Այս որ ջուր են քաշում։ Հա։ Օբշի պատի խփան է։ Այսպես տրապարետով օրինական խփած է։ Հա։ Ասեն այնտեղ ասֆալտ են անում։ Անում են։ Հա, ձեր վրա չեմ պարում։ Մի լեգվեկի ավելի լավ հանրային դեմ կդառնա, ձեզ ճանաչեն, որ լավ գործ եք անում, ջուր եք քաշում, ջուր եք տալիս մարդկանց։ Չգիտեմ, բայց եթե այդ շենքի համար եք տալի, էդի ասեմ թուրքերն են զավթել, ուրեմն թուրքերի համար եք ջուր քաշում։ Դե ես չգիտեմ, հիմա կերևա, հեսա մա ձեր պրարաբը գա տենամ ես ուրա քաշում ես ջուրը։ Հա, տեսա, արդեն տեսել եմ, նկարել եմ, ջուրա գրած վրա։ Ինտեղ պետք է դրվի այս բնակիչներին։ Ահա, դե հա, բա պարզա մի հատ էլ պետք է բնակիչներին կողքից տակ։ Բա յանց հողն եք փորում, յանց ճանապարհն եք մորթանում։ Տրասա, ուղիղ իջնում եք։ Դե տեսնենք, ուղիղ ուր եք իջնում, հասնում եք թուրքերի զավթած տարածք, թե որտեղ։ Ասեմ, հա, իսկական թուրքեր են։ Դուք չեք պատկերացնի, ոնց վայրակ 100 տարեկան տները ոնց քանդեցին այդ թուրքերը, 100 տարվա այգին։ Թուրք են, բա ինչ են։ Ոնց որ Ստեփանակերտի են կենտրոնական փողոցը Թումանյանի թուրքերը մորթ են արել, սրանք եկել են ստե են անում։ Այնտեղ էլ էին 100 տարեկան տներ։ Սրանք եկել են ստե մորթանում, այդ մորթանողներից անունները ասեմ։
մի հատ Լիանա Մուշեթյանը, մեկ է Վահրամ Ադամյան, Տիգրան Ավինյանի հետ միասին թույլտվություն են ստացել, ինչ որ գործ են անում ու տենց մորթել են այդ տները։ Սա մեր պատմությունն է, յանք ջնջում են։ Փողոցի վրայնա, այդ։ Սենց որ գաղտնիք չի։ Չէ, գաղտնիք չի։ Հենց Նայիրի Զարյանը որ սկսում է, այնտեղ բան։ Ճամփիոնի ես։ Վրացական երկու սենց բան է այդ։ Այս որ գազան շինարարություն անում են, դրա կողքն է մեր տունը։ Այդ գազանների կողքն։ Ես ասում կարող ստեղի բնակիչ չեմ։ Դե ստեղի բնակիչ եմ, ես ստեղ եմ մեծացել։ Հա, անմիջապես, չէ։ Չէ, բայց այս ինչ որ դուք անում եք, մեր տունը ապակիները դրդրացնում է ու լսում ենք։ Այդ ստեղ հարևանը որ դրդրացում ատես էս Ես բա ո՞նց եմ եկել ստեղ հասել։ Ձերից կարող էի կացել ձեր պատը չակած է որ դրդրացնեիք այդ պատը կթափեր։ Չէ, դա դրում է, դուք չէ հիմա ասեք չափազանցնում եմ, դրացրեք, մեկը թող դրացնեք, գնանք նայեք։ Դες չի որ։ Մենք էլ ենք Երանի տանի որ փափուկ հողը լի։ Մեր գործը Չէ, ստեղ փափուկ չի։ Ստեղ ինքը կարծր, բազալտա ու շատ լավ որակի։ Ստեղ փափուկ է։ Ինքը բերի շերտը շատ քիչ է եւ իմ պապերը էս բերի շերտի համար որ նույնիսկ ագին են տնկել էս բան մանումենտի ագին որ տնկել են իրանք են պարարտացրել բերել բերիացրել հողը ամբողջությամբ քար ա եղել ստեղ բայց հիմա այդ գազանները տեսեք ինչ են անում ագին 100 տարվա վերացրեց հիմա այնտեղ մի հատ մեծ, չգիտեմ քանի մետրանոց, 100 մետր ներքև հոր են փորում։ Ուր այս մեր պրարաբը։ Ներքև նայ, չէ, այնտեղ ասմատ էին անում։ Հա։ Մեր քանալը միջավիր ասմատը կա։ Իսկ այս բանը վրայի տառերը արաբերեն։ Այս այսինքն ընդեղից եք բերել, Պարսկաստանից հա եկել։ Բա որտեղից է եկել։ Զապազեն տվել սերվիզ են։ Հա։ Էսի զակազ են տվել։ Թազա բերել։ Լավ։ Նայեք, այսենց մորթ են անում Երևանը։ Ջրագիծ են քաշում առանձին, քանդելով։ Օբշի բնակիչների։ Չգիտեմ քանի բնակիչ կարող է մի քանի բնակիչի հետա որտեվ իրանց անմիջապես դիմացի ճանապարհն է օգտագործում քանդում Այդ փողոցն է քանդել դրայանն է քանդել Դե հələ տեսնենք հələ մատ պրարաբը մեր կա Կիրակի օրով տնանք ես ինչ գործ է անում ջուրակ քաշում մեր պրարաբը Մենք որ 25 օր գալիս է Հերու է կապում մեր Որտեղ է կապում Վայդ Հա աշխատողները կես տարբեր տեղերից Ահա 25 օր աշխատում են այդ 5 օրը տուն են դրա համար են Կիրակի օր աշխատում Հասկացա հա Մեզ այդ թույլտվությունը իրանք ստացել է չէ որ մեզ տվել են Չէ իրանք իրավունք չունեն ոչ է իրավունք ունեն դες Կիրակի օրով աշխատած 10-ից հետո ասում են իրավունք Իրանք Կիրակի օրով է չունեն շաբաթ օրով է չունեն աշխատանքային ոչ ժամերին է չունեն Կիրակի օրով ձեզ էլ որպես աշխատավոր իրավունք չունեն աշխատացնեն ձեր աշխատանքային իրավունքները խելոքյանք պետք է այսօրվա համար է վճարեին եթե տենց կոնտրակտ է հենց որ խափել են ձեզ մի բանը փող չեն տվել տվել են փողից դժգոհ չէ որ Դե գիտեք ինչ Կիրակի օրով ձեզ պետք է վճարեին եւ դուք չպետք է աշխատեին Այդ ձեր գումարը ոչ թե այսօր Կիրակի օրով ձեզ վերեին աշխատացնեին Bike stage bike գնալը շատ հեռու չի գնաք դուք է Կիրակի օրով ձեր երեխեքի հետ կանցկացնեք որ է թային Այսօր բնայիք 2 ժամ հետո գայինք վաղը աշխատեին Իսկ ինչ վատ կլիներ գնալ ընտանիքի կնոջդ երեխաներիդ հետ անցկացնեի Դա քո իրավունքն է Բայց անցվա որ 6 օրը տուն ես եթում ընդեղ ավելի էլը տանը մի հատ գործ ես անում Ես ձեզ ասեմ դա ձեր իրավունքն է Իրանք պարտավոր էին ձեր իրավունքը հարգեին եւ վճարեին ոչ թե Կիրակի շաբաթ օրով ուղարկեին ձեզ աշխատանքի դրա համար է պետք է վճարեին հատկապես որ ձեզ վայքից են բերել Ոչ թե շահագործ էին ձեզ Հիմա արդեն սուրճ պետք է խմեմ Այ շնորհակալ եմ ապրեք Իսկական լավ վայքեցիներ եք հյուրասեր Մեծ սիրով կխմեմ Ես այսօր առավոտ ժամը 4-ից արթուն եմ, որտեղ թուրքական զավթիչները այսօր գիշեր հանգիստ են մեր
տարածքը թողել։ Այսօր գիշեր հարցակում չի եղել, ցերեկն է միայն եղել հարցակում։ Հա, բա ինչ անում։ Բա հենի ոնց կա, 3 անգամ են հարցակվել։ Նենց որ ստիպված ենք։ Վայք, որ գյուղից եք։ Մանիշկայից են, տարբեր գերեից են։ Ահա, բարև ձեզ։ Դուք եք պրարաբը։ Շատ հաճելի է, ես Զարուհին եմ Փոստանջան։ Ինձ կասեք, սա ինչ կազմակերպություն է, այս գործնեությունը ծավալում եւ ինչի համար է։ Խմելու ջուրա, վիոլայի պատվիրատուն վիոլան։ Ահա։ Շմշը 23։ Իսկ ուրա գնալու ես։ Էսի բարձրանում է Նայիրի Զայրան ու Նայիրի Զայրանով մի քիչ իշտում ներքև, այդտեղ բնակիչներին։ Որ բնակիչներին։ Սեփական տան բնակիչ։ Մենակ սեփական, իսկ այն դիմաց են գազան շենքը։ Չէ։ Այդ դրա հետ կապ չունեք դուք։ Իսկ կարող եք ասել ինչի է Կիրակի օրը աշխատում սա։ Մեզ հենց է, մենք հիմնականում վայքից ենք։ Ես հասկացա արդեն իմացա։ 25 օր աշխատում ենք, մենք շաբաթ Կիրակի օրերը մեր 4 Կիրակին ամսվա մեջ նոր հանգստանում ենք։ Ներողություն։ Լրիվ համաձայնված է։ Չէ, հիմա դուք տեսեք, ես Երևանի բնակիչ եմ, բացի այդ նաև ներկայացնում եմ Երևանի քաղաքացիներին։ Իրենց անդորը դուք Կիրակի օրով խախտում եք։ Օրենքով դուք այդ անդորը, հա։ Ժամերը պահում ենք, ժամը 10-ից 10. Չէ, ժամերը դա աշխատանքային օրերին է։ Ես այսօր չեմ աշխատում, ես այսօր Կիրակի է հանգստանում եմ։ Դուք եկել եք աղմկում եք այստեղ։ Դուք այդ իրավունքը չունեք, շաբաթ Կիրակին իմ սեփականությունն է, ձերը չի։ Դուք պիտի աշխատեք միայն աշխատանքին օրերին։ Դուք շաբաթ Կիրակի օրը նման գործունեություն իրավունք չունեք ծավալել։ Հիմա ներեցեք, դուք պրարաբն եք, բայց այս կազմակերպությունը, այս որ մի հատ նորից ասեք ռեկվիզիտները, որ ես բողոքը, որտեվ իրենց պետք է պտուգան են, իրանք այդ իրավունքը չունեն։ Այս աղմուկը ազդում է մարդկանց առողջության վրա։ Հիմա կզեկուցեք այդ ձեր ղեկավարությանը, որ բողոքում ենք։ Այն ղեկավարությունից մի հոգի էլ եկավ։ Ուրա։ Էդա։ Հա, թող կա։ Ղեկավարությունը մոտենում է։ Այո, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Կարում եք Անպայման։ մեզ մի մեկ Ներեցեք, եթե դուք մասնավոր անձ եք, չեմ նկարի, եթե ղեկավարություն եք, ապա անպայման ինչ է այս ոնց է ձեր այդ թիվը էլի, մի հատ ասեք, որ պաշտոնապես նաև բողոքը ներկայացնեմ։ ներկայացեք ՇՄՇ 23-ը կոչ։ ՇՄՇ 23, դուք կներկայանաք։ Ներկայացեք տեղամասի պետն եմ ես։ Այո, իսկ ինչու եք Կիրակի օրով մեր անդորը խանգարում։ Կիրակի օրով մեր գրաֆիկը այն ձև է, որ պիտի Կիրակի օր աշխատենք համբան։ Մեր հիմնարկի գրաֆիկը այն ձև է, կասած Կիրակի օրով աշխատում ենք։ Իսկ դուք Հայաստանի Հանրապետությունում եք աշխատում։ Իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում Կիրակի օրով նման գործունեություն չի կարելի ծավալել։ Չեմ կարող այդպես կոնկրետ ձեր պատասխանը տամ, բայց դե գիտեմ, որ աշխատում ենք, մենք հետո այդ Կիրակի օրը տեղը 5-6 օր մարդիկ գնում են աշխատանքի։ Ես չգիտեմ մարդիկ ինչ են անում, իրենց աշխատանքային իրավունքները որքանով եք դուք հարգում։ Նա հարգած։ Ես իրենց աշխատանքային իրավունքների հետ կապված ուրիշ դիրքորոշում ունեմ, բայց դա չէ խնդիրը։ Այս պահին խնդիրը այն է, որ դուք խանգարում եք բնակիչներին իրենց Կիրակին անցկացնել հանդարտ պայմաններում եւ հանգստանալ։ Դուք իրենց հանգստին խափանող գործունեություն եք ծավալում։ Չասեմ։
Ժամի 10-ը միջև չենք աշխատել, 10-ից հետո սկսել ենք աշխատել։ Չէ, տեսեք ժամի խնդիրը չէ։ Ես այսօր Կիրակի է հանգստանում եմ, եկել եք դուք իմ Կիրակին խանգարում եք։ Հիմա Կիրակի օրն էլ շարժը բանը քիչ է, որ բան արածա, որ պիտի աշխատենք։ Այսինքն չէ, շարժը քիչ է, բայց ես եկել եմ իմ տանս հանգստանամ։ Ոնց աղբորպես։ Ինչ։ Այսինքն քրոջ պես։ Ես կուզենամ քրոջ պես, ես էլ իմ տունը, իմ տանը լինեի։ Այս էս գային դմդմփային, սնայադները բանել գլխից ընկներ ու հասկանայի, որ Չէ, բայց այս դուք ես հիմա ձեզ ասեմ, այ դուք որ չէ, լավ չէ, ես ձեզ հասկանում եմ։ Դուք Ստեփանակերտից եք, չէ։ Չէ, հիմա Ստեփանակերտի Թումանյան փողոցը որ մորթ են արել։ Իմ հասկանում եմ, հիմա մենք աշխատում ենք, եթե դուք բողոքելու բանն եք, գնացեք բողոքեք, ուրիշ բան։ Չէ, ես ասում եմ մի աշխատեք, որ իմ մանդուրը չխանգարեք։ Աշխատում ենք, հիմա աշխատում ենք։ Այսինքն դուք աշխատում եք, հա, շարունակելու եք։ Մի հատ նորից կներկայանաք ձեր անազգանունը։ Այսինքն ոչ եք ներկայանում։ Ես ինչ եմ անում, ով եք դուք։ Ես ասեմ, ես Զարուհին եմ Խոստան ջան։ Ես չեմ ինքը թաքցնում իմով լինելը։ Ես չեմ ուզում ներկանամ, ով ինչ եմ, հիմա աշխատում եմ։ Բայց դուք ղեկավար եք։ Հասկացա, որ ինչ կապ ունի դա։ Չէ, դուք ձեր այսինքն դուք եք պատասխանը, վաղը ձեզ են պատժելու։ Պատասխանատու։ Ասենց հետո ինչ պիտի կպատժեն, հա, թող։ Չէ, բայց ամեն մեկս եկեք մեր տեղը պատասխանատու լինենք։ Պատժվածը ո՞րն է, ավելի է շարունակվելու։ Դուք գիտեք, որ այդ Ստեփանակերտը հանձնել են, Երևանը չեն հանձնելու։ Հա, այդ նույն մարդիկ Երևանն էլ են հանձնելու։ Ասում ենք մի քանդեք, որ եկեք նենց անենք, որ Երևանը չքանդվի, պահենք Երևանը։ Ստեփանակերտ քանդողն ու հանձնողը էս էլ է քանդելու։ Ասեք։ Ուրեմն գորուստը ջրագծի շատ ալում։ Մենք հիմա հրատապ անում ենք, Կիրակի օրն էլ աշխատում ենք, որ հասցնենք։ Ես այդպես չեմ կարծում։ Չէ, լրիվ համաձայնված է Վիոլայի հետ, ամեն ինչ նորմալ է։ Այսինքն ձեզ հիմա նոր հուշեցին, որ հիմա ջրագծի։ Ոչ մեկն էլ չի հուշում։ Վիոլան, ուզում է Վիոլա լինի, ուզում է Յոլա լինի։ Հասկանում ենք մենք ձեզ, ուղղակի Կիրակի օրը դուք իրավունք չունեք մարդկանց անդորը խանգարել։ Դե Կիրակի օրով էլ մենք ձգտում ենք ժամը 11-ին ենք սկսել գործը, որ չխանգարենք մարդկանց Շուտ եք սկսել։ Ես 11-ին 10-ից քեզ, 10-ից քեզ, 11-ին սկսել ենք։ Չէ, 10-ին չենք սկսել։ 10-ին եկել ենք մենք ստեղ։ Ես հիմա չեմ վիճում ձեր հետ։ Չէ, վիճելու հարց չի։ 11 դուք ասեցիք, ես ասեցի ակնհայտ, որ վիճարկելի է։ 11 չէ, ավելի շուտ եք սկսել։ Շուտ ենք եկել ստեղ։ Ուղղակի աշխատանքը սկսել ենք ժամը 10-ից քեզ 11-ի մոտ, կոնկրետ չենք նայել։ Դուք բերեք 5 հատ մեքենա, Վիոլա ջրին ասեք։ Թող ոչ աշխատանքային օրվա ընթացքում եւ աշխատանքային ժամերի ընթացքում ինքը գա մի անգամից անի աշխատանք։ Հասկացանք, դուք ոնց եք պատկերացնում, այս նեղ փողոցի վրան 5 հատ մեքենա, ոնց ենք աշխատել։ Էդի արդեն իմ խնդիրը չէ, եւ իմ խնդիրը այն է, որ ես Կիրակի պետք է ես եւ մնացած իմ նման բնակիչները հանգստանան։ Եվ բացի այդ, մենք նաեւ պետք է իրազեկված լինենք, որ դուք նման աշխատանք եք անելու եւ մեր անդորը խանգարելու եք։ Մենք իրազեկված լինենք, ինչ նախագծի շուրջ է այս աշխատանքը կատարվում։ Մենք դրա մասին իրազեկ չենք եղել։ Ներքին ցանցնա փոխվում Տրուբեկը 5 Շատ լավ եք անում, գայիկ իրազեկեիք, միգուցե մենք ասենք լավ եք անում, անդորը մեր խանգարեք, բայց մենք հասկանում ենք, որ այդպես չէ։ Այս մասին է խոսքը, ուրիշ ոչ մի բանի մասին չենք խոսում։ Մենք ասում ենք, որ չէ, եթե Կիրակի օրով առանց իրազեկման իմաստը այնա, որպեսզի շուտ վերջացնենք կորուստը վերանա։ Հարգելիս, ուրեմն դուք իմաստը դա մեր Կիրակի աշխատելու իմաստը կարող էր բացատրելի լինել, երբ քաղաքացիները դրա մասին իրազեկված լինեին եւ ձեր հետ համաձայնվեին, որ դուք իրենց Կիրակի օրվա անդորը խանգարեիք։ Բայց քանի որ դա տեղի չի ունեցել եւ մարդիկ անակնկալ եկել են, որովհետեւ այստեղ 6 օր աշխատում է սրանից 3 հատ։ Այստեղ հենց այս նույն տարածքում։ Մենք դրանց հետ ընդհանրապես դե հիմա 3 ասում եմ ես 3 հատ սրանից աշխատում է 6 օր, դուք եկել եք 7-րդ օրը շարունակում եք նույն բանը անել։ Դե կապ ունեք չունեք, դա արդեն մյուս հարցն է։ Մենք ուզում ենք իմանանք մեր անդորը ինչի եք խանգարում։ Այսքան բան լավ եք անում։ Ներկայացաք ես է հիմա ժամկետը պիտի կատարենք։ Շատ լավ, դուք ժամկետ ունեք, մենք ապրելու իրավունք ունենք, առողջ ապրելու իրավունք։ Ժամկետը չի, հիմնականում Տրուբեկը, որ ինքը վնասվեց են։ Հասկանալի է։ Դուք ձեր խնդիրները հիմա այս մարդկանց տները այդ Տրուբեկի
պատճառով ջուր է լցվում։ Ուրեմն ես չգիտեմ ինչ է լինում, ես տեղի հին բնակիչ եմ եւ շատ լավ գիտեմ խնդիրները, համենայնդեպս որպեսի գաք սենց բաներ անեք, ես դրա մասին իրազեկված չեմ եղել։ Այսքանը։ Ես հիմա գնամ իմ բողոքը կգրեմ։ Ձեզ էլ մաղթում եմ հաջողություն, սուրճի համար շատ շնորհակալ եմ, ապրեք։